Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջի կուրսի ուսանող զոհվել այդ պատերազմում։ Իմ քեռին եւ ես երբեք չեն կարող արդեն լավ լինել։ Երբեք չեն կարող լավ լինել։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Էդգար Ղազարյանի այս էմոցիոնալ ելույթից հետո իրավիճակը սրվել է ազգային ժողովում։ Դուք ստանում եք նախազգուշացում ձեր ոչ կոռեկտ եւ անբարտավան պահվածքի պատճառով, եւ ես ձեզ զգուշացնում եմ, հարգելի գործընկերներ, լրություն պահպանեք։ Եվ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Հնչեցված մեղադրանքներին հետևել է բուռն վիճաբանություն, ինչի հետևանքով նիստը ընդհատվել է, իսկ падգամավորները պարզաբանումների համար դուրս են եկել միջանցք։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կունենան առանձին ներխմբակցային նիստ Էդգար Ղազարյանի վերաբերյալ։ Մեզ Հայկ Գոնդերյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասի, բայց ամեն դեպքում տեղի ունեցել բարեկրթության նորմերի հետ կապված խնդրարույց պահ, որը կպարզաբանի։ Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության այն զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներ ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Ռազմական ոլորտում կադրային փոփոխություններ կլինեն։ Բանակում արդեն պարբերական դարձած մահվան դեպքերի ֆոնին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փոփոխությունների վերաբերյալ որոշումն արդեն կայացրել է։ Առավոտյան իրադրությունը քննարկել ենք Պաշտպանության նախարարի հետ եւ այսօր եւ առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի վերաբերյալ։ Ըստ ամենայնի մենք փոփոխություն կունենք, ըստ ամենայնի չէ, որոշումը կայացրել եմ արդեն, ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք եւ նաեւ մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս եւ հետեւությունների կգանք։ Այո, անհատական պատասխանատվություն պետք է լինի։ Փաշինյանը շեշտել է, սա իր գնահատականը չէ, գլխավոր շտաբի պետի եւ Պաշտպանության նախարարի բավական ջանքեր չգործադրելու վերաբերյալ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Այս մասին հայտարարել է ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։ Կարապետյանը արձագանքի ընթացքում հարցրել էր. «Մեջբերում, կարող ենք ֆիքսել, որ Արարատ լեռը որպես մեր ազգային խորհրդանիշ շարունակում է կատարել իր դերը առանց վտանգ ներկայացնելու Հայաստանի անվտանգությանը, իսկ ցեղասպանության ու դրա միջազգային ճանաչման հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին օրակարգերի առաջնահերթություն»։ Հայաստանի Հանրապետության համար հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Ոչ մի պաշտոն հավերժ չի։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին փոխարինել է Ալեն Սիմոնյանը։ Որոշումն այսօր ստորագրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրիգորյանը անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսից։ Ալեն Սիմոնյանը վերջին 5 տարիներին ազգային ժողովի նախագահն էր։ Նոր խորհրդարանի մանդատից նա հրաժարվել էր։
Վաղ առավոտյան ձերբակալվել է ազգային ժողովի նախկին падգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հաստատել է տեղեկությունը եւ հավելել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով։ Փաստաբանը ներկայացրել է նախատեսվող ընթացակարգը։ Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալումը նշանակում է, որ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է հանրային քրեական հետապնդում։ Այսինքն սպասվում է, որ կոմիտեն 24 ժամվա ընթացքում հակակոռուպցիոն դատարան կներկայացնի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։ Միաժամանակ քննիչը լիազորված է նաև չհարուցելու նման միջնորդություն եւ մեղադրյալին ազատելու ձերբակալությունից։ Հաշվի առնելով նախորդ փորձը, ինչպես նաև քննչական մարմինների մաքսիմալիստական մոտեցումները, կարելի է ենթադրել, որ միջնորդությունը ներկայացվելու է հենց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով, գրել է Բաբայանը Facebook-յան իր էջում։ Шановні присутні, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը խաղաղության գործընթացի վերաբերյալ նոր առաջարկներ է փոխանցել ԱՄՆ-ին։ Նա չի բացահայտել մանրամասները, սակայն շեշտել է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի ակտիվ մասնակցի բանակցություններին։ Զելենսկու խոսքով Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը, իսկ Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը դեռևս բավարար չէ։ Նա նաև հստակեցրել է, որ Ուկրաինան հանուն խաղաղության չի զիջի Դոնբասի մնացած հատվածը եւ իրենց համար գլխավոր պայմանը անվտանգության ամուր երաշխիքներ ստանալն է։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ Մոսկվային ոչինչ հայտնի չէ Զելենսկու այս նոր առաջարկների մասին։ Նրա խոսքով ամերիկյան կողմը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին ոչ մի նման փաստաթուղթ կամ տեղեկություն չի փոխանցել։ Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Վայլբերիսի պահեստում։ Այս մասին հայտնել են Վայլբերիսի մամուլի ծառայությունից։ Բաշկիրիայում օդային հարձակման պատճառով արդյունաբերական գոտու տարածքում, որտեղ տեղակայված է ընկերության օբյեկտներից մեկը, հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։ Անձնակազմը անմիջապես տարհանվել է, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Դաշնության արևելյան սահմանների անվտանգության ապահովմանը նվիրված խորհրդակցությանը։ Խորհրդակցությունից հետո նա ճաշել է Վարյակ ռազմանավի անձնակազմի հետ եւ շնորհակալություն հայտնել նավաստիներին Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների անցկացման համար։ Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ չափազանց կարևոր է նավատորմը մշտական մարտունակության մեջ պահելը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ՆԱՏՕ-ի Եվրոատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնից ականազերծման մասնագիտացված սարքավորումներ է խնդրել։ Ռազմական գործողություններից մնացած չպայթած զինամթերքների հսկայական քանակը մշտական վտանգ է ներկայացնում բնակչության եւ կենսական ենթակառուցվածքների համար։ Դաշինքն այս քայլը անհրաժեշտ է համարում երկրի վերականգնման եւ քաղաքացիների անվտանգության երաշխավորման տեսանկյունից։ Չիտայում դիմակահանդեսի դիմակներով երկու տղամարդ կողոպտել են բուքմեյքերական ակումբներից մեկը։ Ըստ ոստիկանության հանցագործները հափշտակել են ավելի քան 350,000 ռուբլի։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Լիբանանը մեղադրել է Իսրայելին երկրի հարավային տարածքները միտումնավոր հրկիզելու համար։ Ըստ Գարդիանի, իսրայելական կողմը դրոնների, հրթիռների եւ հրկիզող զինամթերքի կիրառմամբ նպատակաուղղված ոչնչացնում է անտառները, ձիթեն ու այգիներն ու գյուղատնտեսական հողատարածքները։ Հրդեհների հետևանքով անդառնալի վնաս է հասցվում տարածաշրջանի էկոհամակարգին, իսկ բնակիչները զրկվում են ապրուստի ու եկամուտի հիմնական աղբյուրներից։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ ցամաքային նարկոկարտելների դեմ եւս կարող են կիրառվել կոշտ ռազմական գործողություններ, նման այն հարվածներին, որոնք արդեն իսկ հասցվել են թմրանյութեր տեղափոխող նավերին։ Այս ֆոնին Կոլումբիայի նորընտիր կառավարությունը կտրուկ փոխել է երկրի արտաքին քաղաքական կուրսը եւ պաշտոնապես միացել ԱՄՆ-ի գլխավորած հակակարտելային կոալիցիային։ Միաժամանակ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Հեքսեթը չի բացառել նաեւ Կոլումբիայի դեմ ռազմական միջամտության հավանականությունը, վերահաստատելով, որ Վաշինգտոնի համար գործողությունների բոլոր տարբերակները սեղանին են։ Կալիֆոռնիայում անհայտ անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ։ Միջադեպի ժամանակ իրավապահները նկատել են Կաստիլյո անունով մի տղամարդու զինված դանակներով եւ փայտե ձողերով։ Չնայած զենքերը վայր դնելու բազմաթիվ պահանջներին, նա հրաժարվել է ենթարկվել եւ փորձել է հեռանալ։ Ի պատասխան ոստիկանները նախ կիրառել են էլեկտրաշոկեր, ապա 2 սպա կրակել է, ինչի հետևանքով ենթադրյալ հանցագործը տեղում մահացել է։
Ռուսաստանի հյուսիսում, Արկտիկայում, Գրենլանդիայում, Իսլանդիայում եւ Իսպանիայում դիտվել է արևի լրիվ խավարում։ Լուսինն ամբողջությամբ ծածկել է արեգակը։ Խավարման առավելագույն տևողությունը կազմել է 2 րոպե 18 վայրկյան։ Մասնակի խավարումը տեսանելի է եղել շատ ավելի մեծ տարածքներում՝ Եվրոպայի մեծ մասում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Հյուսիսային Ամերիկայի որոշ հատվածներում։